Սկզբի համար մի դիտարկում նոյեմբերի 22 ժամկետը ճիշտ եք ասում, ճշմարիտ եք, նշված եղել է, սակայն դա նշված չի եղել որպես հստակ պրինցիպիալ ժամկետ կամ որպես վերջնաժամկետ, որի չիրականացման դեպքում process-ը կդադարեցվի։ Հայտարարության մեջ ասված է եղել հետևյալ կերպ, որ ցանկալի կլինի տեմպերն կուսումնասիրենք, կհասկանանք ինչ տեմպով է process-ը առաջ շարժվում, եւ ցանկալի կլինի մեր կողմից ցանկալի է, որ նոյեմբերի 22-ին, այսինքն խորհրդանշական կերպով Լեոնիդ Ազգալյանի ծննդյան օրվա կապակցությամբ մենք դիմում հայտով ներկայանանք քաղաքապետարան։ Սակայն որոշակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ինչպիսիք օրինակ մեր անհատական զբաղվածությունը, որ մենք ունենք նաև այլ զբաղվածության բնույթ, այլ գործունեություն ենք ծավալում, եւ մեր փոքրաթիվ անձնակազմի պատճառով process-ը մի փոքր դանդաղ ընթացավ եւ նախապես նշված ցանկալի ժամկետը նոյեմբերի 22-ը չկարողացանք իրականացնել, որպեսզի այդ օրը արդեն բավարար ստորագրությունները լինեն։ Հիմա process-ը շարունակվում է, մենք կարծում ենք, որ մինչև այս աշխատանքային տարվա ավարտ, այսինքն մինչև քաղաքապետարանի ավականու արձակուրդի ժամկետը, կկարողանանք դիմում հայտով ներկայանալ քաղաքապետարան։ Համեմատաբար ավագ սերունդը միշտ պահպանողական է լինում, դա մարդու ընդհանուր բնավորություն է, մեր ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչները պահպանողական են լինում մեծավ մասամբ, եւ երկրորդը այլ հասարակարգում ապրած լինելու իրենց ամբողջ կյանքը այդ միջավայրում հենց Լենինգրադյան անունը կրող փողոցում անցկացրած լինելու պատճառը բնականաբար տարակարծություններ պիտի լինեին։ Հիմա դրա համար ընթացակարգ կա, այնպես չի, որ մենք 8000 ստորագրությունով մեր կարծիքը անհերքելիորեն թելադրելու ենք եւ դա անպայման լինելու է։ Մենք կարծում ենք, որ նախաձեռնությունը ինքը դրական բնույթ է կրում, կա դրա անհրաժեշտությունը եւ մենք հարուցել ենք process։ Հիմա process-ի ավարտին արդեն կերևա ինչ կլինի, ինչ արդյունք կստանանք։ Մենք որպես նախաձեռնություն, քանի որ առարկայական հիմա մենք չենք զրուցում ձեզ հետ, մենք որպես նախաձեռնություն չենք կարող հայտարարել որևէ փողոց, կընդունենք կոնկրետ փողոցի օրինակ եթե լինի, մենք որպես նախաձեռնություն կհայտարարենք դա մեզ համար ընդունելի է թե ոչ։ Բայց քանի որ այն process-ը, որը հարուցվել է, իր մեջ ներգրավում է հասարակության լայն շերտ, այսինքն երևանցիներին, այդ իսկ պատճառով առաջարկված տարբերակը նաև պիտի լինի իրենց ցանկությանը համապատասխան, որոնք թե process-ում ներգրավված են, որոնք թե ստորագրել են եւ թե նրանց ովքեր են դիմախոս են, գուցե այդ մարդիկ եթե այլ փողոցի անուն առաջարկվի, արդեն սկսեն ընդունել, իրանք էլ համաձայնվեն, որ դա անհրաժեշտություն է։ Այստեղ այնպես չի, որ մեր նախաձեռնությունը մոնոպոլիզացրել է process-ը եւ չի կարող այլ բան տեղի ունենալ։ Կոնկրետ մենք մեր նախաձեռնության անունից պատրաստ կլինենք հայտարարությամբ հանդես գալ, երբ լինի առարկայական առաջարկ եւ հստակ փաստարկված մերժման հիմք, թե ինչու Լենինգրադյան փողոցը չպիտի անվանակոչվի Լեոնիդ Ազգալյանի անունով եւ ինչով է պայմանավորված այլ փողոցի նպատակահարմարությունը։